Պարոն Կարապետյան, ընդունված կարծիք կա, որ Հայաստանում իշխանությունը հնարավոր չէ փոխել ընտրություններով, եւ դա մենք տեսել ենք, մինչդեռ դուք ընտրություններից ամիսներ առաջ ձեզ ներկայացնում եք, ձեր թիմն էլ ձեզ ներկայացնում է ապագա վարչապետ, դուք մի առիթով ասացիք, որ սոցհարցումների հիման վրա է ձեր համոզմունքը, ես ուզում եմ հարցնել, եթե այդուհանդերձ ընտրություններից հետո դուք իշխանություն չվերցրեցիք, համարելու եք արդյոք, որ ընտրությունները կեղծվել են եւ այդ դեպքում ունեք արդյոք պլան B, թե վերցնելու եք ձեր մանդատները եւ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն եք աշխատելու եւ նաեւ դուք տեսնում եք, որ հող են նախապատրաստում իշխանությունները ձեր գրանցումը կասեցնելու հետ կապված, ճիշտ է գրանցվել եք, բայց հնարավոր է ինչ-որ փուլում նաեւ կասեցնեն։ Այս դեպքում էլ ունեք արդյոք պլան B եւ ձեր ընտրազանգվածին որ ուղղությամբ եք ուղղորդելու։ Շնորհակալ եմ։ Գիտեք, այդ պլան B-ն ունի հայ ժողովուրդը։ Այսինքն ես ինչ պետք է անեմ մենակ, դրա համար հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ։ Հետո ես ասեցի, որ ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաեւ Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա, ինչը որ երևի դուք ինձնից լավ եք տեսնում։ Դրա համար մենք անում ենք հիմա առաջին քայլը։ Մենք գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից, բայց մենք վստահ ենք, որ դուք էլ տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները, բայց դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգ ունենալով իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում։ Իսկ ընտրություններից հետո եթե չլինեք իշխանություն, ո՞րն է լինելու ձեր պլան B-ն։ Վերցնելու եք մանդատները հստակ ասեք։ Հետո ես լինելու եմ վարչապետ։ Եկեք անիմաստ բաներ չքննարկենք այսօր։